Ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից սկսած QR կոդերը ուղետոմսի թղթային տարբերակը այլևս չպետք է գործի։ Դեր հավաքագրման խնդիրներից մեկը դա է։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ՓԲ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը զեկուցեց տոմսերի գնման ինչ թվային պատկեր կա։ Տոմսային համակարգում վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ. տրոլեյբուսներ 87,953, մետրոպոլիտեն 489,167, ավտոբուս 1,813,901, բացասական տարբերություն 87,443։ Որից հետո Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ամռան ընթացքում պետք է հրաժարվենք թղթային QR-ներից։ Ավինյանը հրահանգեց, որ այդ հարցը պետք է քննարկվի պատասխանատու բոլոր կառույցների հետ։ Թելսալի մեր գործընկերների հետ հասկացեք, որ ամսվանից սկսած ամենայն հավանականությամբ երևի օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով այլևս չպետքա գործի QR-ները։ Ստացվում է, որ քաղաքացիներին անհարմարություն պատճառելու նոր գործընթաց է մեկնարկում։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից հայտարարվեց բոլոր մեթոդներով QR բանկային քարտ, ֆիզիկական քարտով վճարումների անցումը միասնական համակարգ։ Տոմսերի գնի եւ համակարգի փոփոխությունները առաջացրել էին փողոցային դժգոհություններ, քանի որ ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական անձիկ բողոքի ալիք բարձրացրեցին, բոյկոտեցին եւ գրեթե 2-3 ամիս նորմալ վճարումներ չարվեցին։ Վճարումներն ըստ ընդդիմադիրների հիմա էլ նորմալ չի իրականացվում եւ այդ մասին խոստովանում է անգամ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ արդյունքում տուժում է քաղաքային բյուջեն։ Այժմ ընդդիմադիրների հորդորը կրկին բոյկոտելն է։ Այս ամենից հետո ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանը Facebook-յան իր էջում գրեց. Երևան քաղաքի փոքրամասնության իշխանությունը հերթական քայլ է անում ընդդեմ քաղաքացիների։ Մուր հանելու պրակտիկան շարունակվում է, օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար։ Միակ նպատակը քաղաքացիներին ստիպել գնել փաթեթներ։ Ոչ բարեփոխված տրանսպորտի բարեփոխումը տապալածները դեմ են դուրս գալիս ժողովրդին։ Լռելու ու հանդուրժելու արդյունքը։ Պետք է բոյկոտել ու ձեռք չբերել փաթեթներ, գրել է նա։